Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի եւ Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել։ Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Հարցում ինչու է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը։ Առայժմ դա դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով եւ տպավորություն կա, որ այդ շարքը ուղղորդվում է նույն կենտրոնից։ Այ օրինակ թուրքական Yeni Akif պարբերականը մի քանի հոդված է հրապարակել այս թեմային վերաբերող։ Հոդվածներից մեկում քննադատում է Իլհամ Ալիևի պրոիսրայելական վարչակազմը եւ հիշատակում է այն մասին, որ կան լուրեր, որի համաձայն հենց ադրբեջանցիներն են լրտեսել Իսրայելի օգտին Իրանի տարածքում եւ օգնել են ուղղորդել իսրայելական հարվածները։ Թեև նաեւ հիշատակում է այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը հերքում են։ Մեկ այլ հոդված նվիրված է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը եւ այնտեղ ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակում է նավթամթերք վաճառել Իսրայելին եւ ընդգծում է, որ ինքնաթիռները, որոնք ռմբակոծում են հենց այս պահին Իրանի տարածքը, լիցքավորվել են հենց ադրբեջանական վառելիքով։ Նշեմ, որ Yeni Akif պարբերականը Էրդողանի վարչակազմին շատ մոտ կանգնած լրատվամիջոց է եւ ես վստահ եմ, որ պատահական չէ այս հոդվածների շարքը։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ իշխանամետ մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներում նույնպես հակաադրբեջանական հոդվածների շարք է նկատվում։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները դրան պատասխանել են, արձագանքել են նշելով, որ դա դավաճանությանը մոտ բան է եւ այն ինչ իրենք ընթերցում են այժմ թուրքական լրատվամիջոցներում կարելի է համեմատել հայերի հետ համագործակցության հետ։ Իսկ ամերիկացի լրագրող Լինսի Սնելը նշում է, որ թուրքական մամուլում այս հրապարակումները վկայում են այն մասին, որ Անկարայի եւ Բաքվի միջև հարաբերություններում ամեն ինչ չէ որ հարթ է եւ որ հակասությունները շարունակում են աճել։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ Ստամբուլում մի քանի հակաադրբեջանական ցույց էր կազմակերպվել, որոնց մասնակիցները մեղադրում էին Ալիևի վարչակազմին Իսրայելին ագրեսորական գործողություններին աջակցելու մեջ եւ բարձրացնում էին կարգախոս հետեւյալ բովանդակության. երկու ազգ, մեկ դավաճանություն, փոփոխելով Հեյդար Ալիևի հայտնի ասացվածքը երկու պետություն, մեկ ազգ։ Որպեսզի հնարավոր լինի փոքր-ինչ նվազեցնել Իսրայելի պաշտպանության վերաբերյալ մեղադրանքները, Իլհամ Ալիևը երեկ որոշել էր ընդունել Պաղեստինի նորանշանակ դեսպանին եւ ընդունել նրանից հավատարմագրերը։ Իսրայելում դա եւս նկատել են եւ համապատասխան եզրակացություններ են արել։ Որքանով է հնարավոր Ադրբեջանի համար միաժամանակ լինել եւ Թուրքիայի եւ Իսրայելի բարեկամն այն դեպքում, երբ այդ երկու պետությունները թշնամի են։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Բաքուն եւ Անկարան կարող են հայտնվել բարիկադի հակառակ կողմերում եւ որպեսզի նվազեցվի դրա վտանգը, Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել օրերս Էրդողանի հետ եւ խոսել են նաեւ երկու երկրների արտգործնախարարները, բայց իրավիճակը կարող է ել ավելի լարվել հետագայում։ Ամերիկյան National Security Journal պարբերականը գրում է, որ չի բացառվում նաև Իսրայելի եւ Թուրքիայի միջև ուղիղ զինված բախում։ Պարբերականի մեկնաբանը գրում է, որ հնարավոր է, որ Իրանի դեմ այդ իսրայելական հարձակումը ընդամենը փորձ է, որի ընթացքում Իսրայելը ձգտում է ստուգել իր ունեցած ռեսուրսները եւ որ հաջորդ քայլը կարող է հարված լինել արդեն Թուրքիայի ուղղությամբ։ Եթե այդպես լինի, ապա իսկապես Իլհամ Ալիևին շատ ավելի դժվար կլինի մնալ համատեղել երկու աթոռների վրա նստած լինել։ Հիշեցնեմ նաև, որ Իսրայելի ռազմական հարցերով հատուկ կառավարական մի ատյան կա, որը խորհուրդներ է տալիս կառավարությանը, հենց այդ ատյանը խորհուրդ էր տվել կառավարությանն եւ ֆինանսների նախարարությանը ունենալ նաև մշակված նախագիծ Թուրքիայի դեմ զինված բախման համար։ Հավանաբար այս սցենարը եւս ակտուալ կարող է դառնալ։ Իսկ կան նոր փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանն իսկապես օգնել է Իսրայելին կամ օգնում է։
Դե երեք մի քանի նման անուղակի փաստի մասին խոսեցինք, նոր փաստեր ի հայտ են գալիս, որոնք նույնպես ընդհանրապես անուղակի բաներ են, փաստեր են, հա։ Մասնավորապես իրանացի վերլուծաբան Սալար Սեյֆը գրում է, որ անօթաչուները, որոնք ռմբակոծում էին Թավրիզը, եկել էին Նախիջևանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Նա նաեւ գրում է, որ ադրբեջանցի անջատողականներն են օգնել լրտեսական գործունեություն ծավալել Թավրիզում եւ ուղղորդել հարվածները։ Սոցցանցերում տեղեկություն կա այն մասին, որ իրանական Քազվին քաղաքի բնակիչները նկատել են, որ համենայն դեպս ձայնն են լսել, թե ինչպես են կործանիչները Ադրբեջանի սահմանից դեպի Թեհրան շարժվում։ Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին վկայակոչելով սեփական հավանաբար տեղեկացված աղբյուրները գրում է, որ Իսրայելը լրտեսական գործունեություն է ծավալել Իրանի դեմ օգտագործելով հենց Ադրբեջանում ունեցած իր հանգրվանները։ Նա հիշատակում է այն մասին, որ Իրան-ադրբեջանական սահմանից ոչ հեռու Իսրայելը վարձակալել է երկու նախկին խորհրդային ռազմաբազա, որտեղից էլ եւ իրականացնում է լրտեսական այդ գործունեությունը։ Նաև մամուլում սոցցանցերում ավելի շատ հիշատակում կա այն մասին, որ հնարավոր է այն օտարերկրացիների թվում, որոնք վերջին 4 օրվա ընթացքում Իրանից Ադրբեջանի տարածքով անցել են դեպի այլ երկրներ, կարող էին լինել նաև իսրայելական գործակալները։ Իդեպ նշեմ, որ հետաքրքիր հանգամանք է։ Ռուսաստանը, Բելարուսը եւ Չինաստանը սեփական քաղաքացիներին Իրանից տարհանում են Ադրբեջանի տարածքով, իսկ Հնդկաստանը Հայաստանի տարածքով։ Արտեմ, իսկ ինչպես է Թուրքիան դիրքավորվում Իսրայել-Իրան այս ռազմական բախման հարցում։ Դե Անկարան շատ կոշտ գնահատական է իրեն թույլ տվել, ագրեսիա անվանելով, որակելով այդ գործողությունները, բայց ինչն է հետաքրքիր, Էրդողանը խոստովանել է, որ այդ հարվածներից ժամեր առաջ Իսրայելի կառավարությունը իրեն տեղեկացրել է, որ պատրաստվում է Իրանի վրա հարձակում գործել։ Նման բան անում են միայն ամենահավատարիմ դաշնակիցների եւ բարեկամների հետ, թշնամական պետությունների հետ այդպես չեն վարվում։ Դա եւս պես մտորելու առիթ է տալիս, կարծում եմ։ Արդյոք այս ամենը խաղ չէ։ Շնորհակալություն, Արտեմ։